Պապունա Լոցուլաշվիլի եւ Լաշա Աբիսոնաշվիլիի նկատմամբ բռնության մեջ մեղադրվող 6 ոստիկանները Ալեքսեյ Բադալովը, Գյորգի Ցկրիալաշվիլին, Սաբաթ Ֆելիձեն, Իվանե Միսիրելին, Վլադիմիր Գոդերձիշվիլին եւ Բեսո Մալացիձեն դատապարտվել են ազատազրկման։ Որոշումը կայացրել է Գորիի շրջանային դատարանի դատավորը։ Դատական նիստին ձերբակալված ոստիկաններից ոչ մեկը չի մասնակցել։ Ոստիկաններից մի քանիսը խոստովանում են մեղադրանքները, իսկ մյուս մասը ձեռնպահ են մնում իրենց դիրքորոշումից։ Նախնական դատական նիստը կկայանա հուլիսի 24-ին ժամը 12:00-ին։ Պապունա Լոցուլաշվիլիի դեմ նույնպես հետաքննություն է սկսվել, որը վերաբերում է ոստիկանի նկատմամբ բռնության։ Փաստաբանի խոսքով գործը քննվում է քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով։ Փաստաբանի խոսքով Լոցուլաշվիլիի մեղքը ապացուցող փաստեր չկան։ Այսօր հայտնի դարձավ, որ գործընթացին զուգահեռ Պապունա Լոցուլաշվիլին եւ Լաշա Աբիսոնաշվիլին տուժողի կարգավիճակ են ստացել։ Ընդդիմադիր դաշինքի հանրահավաքը փոխադարձ մեղադրանքների թեմա է հենց ընդդիմության ներսում։ Դաշինքի որոշ անդամներ երբեմն քննադատել են հանրահավաքի մասնակիցների թիվը, երբեմն կարգախոսը։ Միխայիլ Սաակաշվիլին բանդից պահանջել է ընդդիմությունից պատասխան, որն է նրանց հետագա գործողությունների ծրագիրը։ Նա դժգոհ է այն փաստից, որ ընդդիմադիր դաշինքը չի մտադրվում ակտիվ լինել մինչև աշուն։ Նախկին նախագահը նաև քննադատել է դաշինքի նոր կարգախոսը։ Հարցը գնահատում է նաև իշխող թիմը, նրանց խոսքով լարված դիմակայությունը կապված է հանրային անվստահության և ձախողման հետ։ Եվրամիությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների շրջանակներում կարող է պահանջել, որ Ռուսաստանը կրճատի իր բանակը և դուրս բերի զորքերը Մոլդովայից և Վրաստանից։ Այս հայտարարությունը արել է Եվրամիության արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Կայա Կալասը լրագրողներին, պարզաբանելով, որ դա բխում է եվրոպական անվտանգության շահերից։ Կայա Կալասի ուղին կասկածանքով է գնահատում վրացական երազանքը։ Ինչպես հայտարարել է իշխող թիմը, Բրյուսելը չի կարող մի քանի հայտարարություններով քողարկել եվրոպական բյուրոկրատիայի ներկայացուցիչների չափազանցված գործողությունները Վրաստանի դեմ։ Դոնալդ Թրամփը նշում է, որ Ամերիկան տիրապետում է բոլոր քարտերին Իրանի հետ բանակցություններում։ Նրա խոսքով Վաշինգտոնը հսկայական լծակներ ունի Թեհրանի վրա և եթե բանակցությունները բարենպաստ արդյունք չտան, Իրանի դեմ ռազմական գործողությունները դեռևս հնարավոր են։ Fox News-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ եթե համաձայնագիրը Միացյալ Նահանգների համար ընդունելի չլինի, Միացյալ Նահանգները պատրաստ է ուժ կիրառել։ Թրամփը կրկին նշել է, որ ռազմական առումով Միացյալ Նահանգները ոչնչացրել է Իրանին։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեզանտը նշում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր համաձայնագրի ճակատագիրը կախված կլինի նրանից, թե արդյոք Դոնալդ Թրամփը կաջակցի դրան։ Նա նաև զգուշացրել է Օմանին չաջակցել Հորմուզի նեղուցում հարկման համակարգին։ Սքոթ Բեզանտը նշել է, որ Ամերիկայի ֆինանսների նախարարությունը վճռական միջոցներ կձեռնարկի ցանկացած գործողի դեմ, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաջակցի նեղուցում հարկերի սահմանմանը։ Պիտեր Մադյարը նշում է, որ Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռոտեի հետ։ Ունեցել են կարևոր բանակցություններ։ Նրա խոսքով Հունգարիան շարունակում է մնալ դաշինքի հուսալի գործընկեր, մինչդեռ միևնույն ժամանակ նա Մարկ Ռոտեին ասել է, որ Բուդապեշտը զենք կամ ռազմական տեխնիկա չի տրամադրում Կիևին։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Գիգա Աղվալիանիի գործով կալանավորված Իրակլի Սուլաբերիձեին և Դիմիտրի Կասրաձեին որպես խափանման միջոց դատապարտել է կալանքի։ Պետական մեղադրող կողմը դիմել է դատարան ամենախիստ խափանման միջոց կիրառելու պահանջով։ Մեղադրողի խոսքով գործում կան բռնությունը ապացուցող բազմաթիվ տեսագրություններ։ Հիշեցնենք, իրավապահ մարմինների աշխատակիցները մայիսի 27-ին դատավորի որոշմամբ ձերբակալել են Իրակլի Սուլաբերիձեին և Դիմիտրի Կասրաձեին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել բռնի խմբակային գործողությանը մասնակցելու մեջ։ Մեղադրանքը հաստատելու դեպքում նրանց սպառնում է 6 տարի ազատազրկում։
Առողջապահության նախարարը կրկին արձագանքել է Դյուշենի մկանային դիստրաֆիայով երեխաների ծնողների պահանջին։ Միխայիլ Սարջվելաձեի խոսքով դեղերի անվտանգության հարցի վերաբերյալ նորություններ են փնտրվում և մշտական հիմունքներով կապ է հաստատվում եվրոպական երկրների հետ։ Նախարարը նաև խոսել է Դյուշենի և այլ հազվագյուտ նյարդամկանային հիվանդություններով տառապող մարդկանց համար գործառված ծառայությունների մասին։ Գյուղատնտեսական կոմիտեի արտագնա նիստ է տեղի ունեցել Մցխեթայի մունիցիպալիտետում գյուղատնտեսական գիտահետազոտական կենտրոնի բազայում։ Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի նախագահը։ Գյուղատնտեսական հարցերից բացի ուշադրությունը կենտրոնացված է եղել գարեջրի հետ կապված ստեղծված աշխատանքային խմբի վրա։ Նշվել է, որ մոտ ապագայում, ինչպես վրացական ցորենի դեպքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն գարեջուր եփելու ավանդույթը կճանաչի որպես ոչ նյութական մշակութային հուշարձան։